հսկիչների ինստիտուտի ներդրման եւ զննության ու այլ հարցերի հետ կապված ակնհայտ է, որ երբ որ այս ծառայությունից օգտվելու համար չվճարելը դուք դարձնում եք վարչական իրավախախտում, սկսում է ողջ ծավալով գործել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի դրույթները եւ այդ շրջանակներում այո հսկիչը դիմում է ոստիկանին ասում է օգնի ինձ որպեսզի ես ապահովեմ միջոցները ոչ միայն զննություն նաեւ վարչական ձերբակալության առումով ստացվում է որ քաղաքացիների նկատմամբ հսկիչը կիրառում է հարկադրանքի այնպիսի միջոց ներառյալ իր մասնակցությամբ որևէ այլտեղ բացառություն չկա նախատեսված երբ որ դիմում է ոստիկանին ու ասում է ինձ օգնես գործը անելու ներառյալ ինքն էլ է մասնակցում զննությանը սա շատ պարզ է եւ ի վերջո հարց է առաջանում ավարտում եմ խոսքս իսկ հարց տվել եք ինչի՞ պետք է ծառայությունների համար վարչական իրավախախտման հարց առաջանա օրինակ հանրային հսկայական ծառայություններ կան ջուր եք օգտագործում գազ եք օգտագործում հոսանք եք օգտագործում այդ չվճարման համար վարչական պատասխանատվություն կա թե կա դատական կարգով պատասխանատվություն գումարի գանձում եւ այսպես շարունակ այսինքն էության ավարտում եմ էությունը քննարկելու փոխարեն դուք բերում եք այո եւ մեր քաղաքացիներին սարքում եք ինչպես ընդունված է ձեր առաջնորդի խոսքում ասած տուգանքի մատերիալ ավարտեք Պարոն Մինասյան, այս տպավորությունն է, որ ամեն ինչ ուզում եք արագ զլնեք, որ հանկարծակի քաղաքացին այնպես չլինի, որ վճարի ու հանկարծակի այնպես չլինի, որ պետության մասնակցության մեջ բան։ Պարոն Դանելյանն էլ ասում է քաղաքացու ջեբը, քաղաքացու գրպանը Հայաստանի Հանրապետության բյուջեն է, Երևանցու գրպանը Երևան քաղաքի բյուջեն է։ Այդ տրամաբանությունից դուրս եկեք, իմը քոնը, ես հասկանում եմ ժամանակին, երբ որ վարչապետը դա կարամ իջնեմ ընդեղից խոսամ։ Համարեք իջել եմ ընդեղից եմ, ելույթ եմ ունենում, որպես վարողի լավ նստեք, դե մի խոսացեք տեղից, այդ կարամ չէ ասեմ, որ չխոսակ տեղից